2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներն ենք դիտարկում, մենք կոնյակի արտահանման ընդհանուր ծավալը մեր երկրից կազմել է 93,020 լիտր։ Այդ թվում միայն 12,625 լիտրը բաժին է ընկել դեպի Ռուսաստան արտահանվող կոնյակին, այսինքն ստացվում է, որ միայն այս կարճ ժամանակահատվածում Հայաստանից արտահանվող կոնյակի մոտավորապես 13,6%-ը միայն բաժին է ընկնում դեպի Ռուսաստան արտահանվող կոնյակին։ Սա եւս բավական մեծ տեսակարար կշիռ է ընդհանուրի մեջ, հատկապես եթե հաշվի առնենք, որ մնացած մասնաբաժինները իրականում բազմազան տարբեր երկրների միջև շատ ավելի փոքր ցուցանիշներ եւ թվեր են կազմում։ Եթե մենք այս տեսանկյունը նորից պիտի հիշեցնենք, որ կոնյակի եւ կոնյակի արտահանման վրա թերևս շատ սևեռվել եւ հատկապես այս ապրանքատեսակի մասով կենտրոնանալն այնքան կարեւոր չէ, քանի որ սա վերաբերվում է մեզ համար արտահանելի բոլոր հիմնական ուղղություններին, բայց ֆիքսենք եւ արձանագրենք։ Կոնյակի օրինակով Ռուսաստանի Դաշնության շուկան թերևս հիմա դեռևս մեզ համար համարժեք իրատեսական այլընտրանքը չունեցող նշանակություն ունի։ Սա կարևոր հանգամանք է եւ այս պարագայում եւս մեկ անգամ պետք է ֆիքսենք եւ կարևորենք այն փաստը, այն անհրաժեշտությունը, որ մենք ունենք դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն, բայց դա որևէ կերպ չպետք է լինի արկա հնարավորությունները չեղարկելու, արկա հնարավորությունները ոչնչացնելու ճանապարհով։ Շատ կարևոր է տեսեք, ֆիքսելը որևէ կերպ այս հանգամանքի մասին ընդգծումը, սրա մասին պարբերաբար բարձրաձայնումը պայմանավորված չէ աշխարհաքաղաքական նախընտրություններով, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի նկատմամբ որոշակի վերաբերմունքով կամ ճաշակով։ Սա փաստ է, սա իրողություն է եւ այս իրողությունը շրջանցելը առնվազն կարող է ենթադրել կամ կարող է ունենալ ռիսկեր սեփական տնտեսությունը դեպի սնանկություն տանելու։